Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում Հայկը նորից հայտնվում է Նարեի աշխատանքի վայրում, այս անգամ մի հստակ նպատակով։ Նա ցանկանում է իմանալ Միքոյի մասին որևէ հավելյալ տեղեկություն։ Նրա մեջ մի տեսակ անհանգստություն կա, որովհետև եղբոր վերադարձը հատկապես այսքան լռությունից հետո անհասկանալի և կասկածելի է թվում։ Նարեն մի պահ շփոթված, բայց առանց հապաղելու պատասխանում է, որ իր ձեռքի տակ եղած միակ տեղեկությունը Միքոյի վերադարձի մասին է, և դրանից ավել ոչինչ չգիտի։ Բայց այսքանով նրանց զրույցը չի ավարտվում։ Խոսակցությունը ակամա տեղափոխվում է շատ ավելի զգայուն թեմայի շուրջ։ Հայկը հարմար պահը որսալով փորձում է պարզել, արդյոք Արմոն շարունակում է Նարեին անհանգստացնել, սպառնալ, կամ կրկին փորձեր է անում ստիպել նրան ամուսնանալ իր հետ։ Նա չցանկանալով խառնել ուրիշներին իր անձնական հարցերին, կտրուկ պատասխանում է, որ ինչ էլ որ Արմոն իրեն ասում է կամ փորձում է անել, դա միայն իրեն է վերաբերում, սակայն Հայկը չի լռում։ Նա, որ երկար ժամանակ փորձում էր խուսափել իր զգացմունքներից, հանկարծ որոշում է բարձրաձայնել մի միտք, որը վերջերս սկսել է իրեն հանգիստ չտալ։ Նա բացահայտում է, որ այն, ինչ պատահում է Նարեի շուրջ, իրեն ուղղակիորեն վերաբերում է։ Ոչ թե միայն մտահոգության մակարդակով, այլ որովհետև նա վերջապես հասկացել է. Նարեն իր համար կարևոր մարդ է, և հենց այդ պատճառով չի պատրաստվում մնալ մի կողմում։ Մինչ այս զրույցը տեղի է ունենում, մյուս հատվածում իրավիճակը այլ կերպ է սրվում։ Սոնան իմանում է, որ Հայկը գնացել է Նարեի աշխատանքի վայր և լրջորեն նյարդայնանում է։ Նա չի կարողանում հարթ ընդունել եղբոր այդ քայլը, հատկապես երբ հիշում է, ինչ կոշտ ձևով էր Հայկը իրեն արգելում շփվել Վռամի հետ կամ ընդհանրապես կապ պահել Ադամյանների ընտանիքի որևէ անդամի հետ։ Սոնան սրությամբ արձագանքում է այս տեղեկությանը։ Նրան թվում է, որ Հայկը խաղ է տալիս իր հետ։ Մի բան ասում է, բայց բոլորովին այլ բան անում։ Նա իրեն վիրավորված է զգում, մանավանդ երբ նկատում է, որ եղբայրը ոչ միայն շփվում է Նարեի հետ, այլև հնարավոր է ավելի խոր կապ է ձևավորվում նրանց միջև։ Սոնան չի ցանկանում լսել բացատրություն և ուղղակի լքում է սենյակը, իրենում պահելով այդ ներքին բարկությունը։ Իսկ մյուս կարևոր իրադարձությունը տեղի է ունենում գյուղում։ Քաջիկը զանգում է Սաքոյին, տեղեկացնելով, որ վերջին 2 օրերի ընթացքում Արմոն անդադար զանգահարում է իրեն Աշոտի սպանության թեմայով։ Սա անսպասելի զարգացում է Սաքոյի համար։ Նա մի պահ շփոթվում է, քանի որ Արմոյի նման պահվածքը կարող է ամեն ինչ գլխի վայր շրջել։ Իրականում սա նշանակում է, որ Արմոն որոշել է խաղալ իր վերջին ու ամենամութ քարտը։ Սաքոն մի պահ քարանում է, հասկանալով, որ այս մարդն արդեն դուրս է եկել վերահսկողության սահմաններից։ Շուտով նա Արմոյին հրավիրում է իր մոտ, արտաքինից հանդարտ, բայց ներսում պատրաստ բախման։ Զրույցը լարված մթնոլորտում է ընթանում։ Սաքոն չի օգտագործում բաց խոսքեր կամ մեղադրանքներ։ Նա խոսում է ակնարկներով, հստակեցնելով, որ եթե ինչ-որ մեկը կարծում է, թե իր ձեռքում հաղթաթուղթ կա և այդ փաստով կարող է շահարկել իրավիճակը կամ շանտաժի ենթարկել, ապա խորապես սխալվում է։ Նա ասում է, որ չի կարելի թերագնահատել դիմացինին, որովհետև այդ թերագնահատումը մի օր շատ ծանր է նստելու։ Սաքոն խոսում է անուղղակիորեն, բայց Արմոն անմիջապես հասկանում է, թե ինչի մասին է խոսքը։ Այս պահից հետո նրանց հարաբերություններն այլևս չեն լինելու նույնը։ Իրական բախումները դեռ առջևում են։ Իսկ Նարեն, Հայկը, Սոնան, Վռամը և մյուսները շուտով կհայտնվեն այս նոր զարգացումների կենտրոնում։ Հարգելի հետևորդներ, հիմա ինչ է մտածել Արմոն Նարեին իրենով անելու համար։ Գրեք մեկնաբանություն։